Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք հուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցն է հրապարակախոս լրագրող Մարիկ Մանուկյանը, բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Պարոն Մանուկյան, դուք այն մարդկանցից եք, այն մարդկանց թվին եք պատկանում, որ այսպես կամավոր մտել է մշակույթի հանրահռչակման ծանր բեռի տակ, բայց անկեղծ լինենք, վերջին շրջանում են նախկին էնտուզիազմը, ինչպես կասեր դասականը, չկա նախկին էնտուզիազմը։ Հիմա եթե փորձենք այսպես ոչ մշակութային ձևակերպում տանք այս process-ին, պայմանական, եթե պատկերացնենք, որ մշակույթը դա էլեկտրականություն է, հասարակությունը դա հաղորդիչ է այդ էլեկտրականության։ Վերջին շրջանում այդ հաղորդիչի դիմադրողականությունը ավելացել է, այսինքն հոգնել եք մշակույթի մասին խոսել մարդկանց հետ, որոնք մշակույթով այնքան էլ չեն հետաքրքրվում։ Շատ հետաքրքիր է հարցադրումը, չէ, ես անձամբ չեմ հոգնել մշակույթի մասին խոսել եւ խոսելու եմ անընդհատ, մարդկանց հետաքրքրում է թե չէ, ես կարծում եմ շատ որոշակի քանակի մարդկանց հետաքրքրում է, որովհետև դրա մասին խոսում են արձագանքները եւ այլն։ Իսկ եթե խոսում ենք ընդհանուր հասարակության մասով ավելի գլոբալ, արդյոք հասարակությանը հետաքրքիր է թե ոչ, մենք պետքա պահանջները իմ կարծիքով հասարակությունից չունենանք, որովհետև հասարակությանը բերել եւ հասցրել են ինչ-որ մի կետի եւ հասարակությունը չի դրանում մեղավոր։ Դրանում մեղավոր են այն մարդիկ, որոնք հասարակությունը բերել եւ հասցրել են այդ կետին, որ հասարակությունը անհաղորդ է մշակույթի նկատմամբ եւ այդ ամբողջ հասարակության մասով է խոսքը եւ այդպես չի արձագանքում, ինչպես որ պետք է արձագանքեր։ Հասարակությունը մեղավորություն չունի, մշակույթի մարդիկ են արել այդ նաեւ ճակերտավոր մշակույթի մարդիկ են արել նաեւ այդ ամեն ինչը։ Իսկ սա մի ժամանակ խոսակցություն կար, արդյոք պետքա գնալ հասարակության առաջից թե հետևից, հիմա հասարակությունը ուզում է մի բան, մենք պետքա տանք այդ բանը հասարակությանը, թե պետքա տանք մի բան, որը կարևոր է հասարակությանը տալու համար, սա ոնց որ հավի եւ ձվի պատմության վեճը լինի երբեմն, ես երբեք չեմ մտածել, որ պետքա գնանք հասարակության հետևից, այսինքն հասարակությանը պետքա տանք այն ինչ որ ինքը ուզում է, հասարակությանը պետքա տալ այն, ինչ որ ձևավորում է հասարակություն։ Եվ եթե այս առումով նայում ենք վերջին տասնամյակների ընթացքում որևէ մեկը որևէ ուժ քաղաքական իշխանությունների մասին խոսքը որևէ իշխանություն ըստ էության չի ուզեցել ձևավորի հասարակություն եւ այն հասարակությունը որ ձևավորված կար որոշակի հասարակություն կար ձևավորված խորհրդային շրջանում իր բոլոր թերություններով հանդերձ խնդիրներով հանդերձ ընդհակառակ այդ ձևավորված հասարակությունը քանդեցին եւ նոր հասարակություն ձևավորել որևէ մեկը չի ցանկանում, որովհետեւ միշտ կարծում եմ, որ ավելի հեշտ է կառավարել տգետներին։ Ես այդ կարծիքին չեմ, ես կարծում եմ, որ ավելի հեշտ է կառավարել խելոք մարդկանց, որովհետեւ խելոք մարդիկ կառավարվել չեն սիրում եւ չեն ուզում կառավարվել խելոք մարդկանց հետ, հնարավոր է երկխոսություն, հնարավոր է համագործակցություն, հնարավոր է խոսակցություն կառավարվել ցանկանում են տգետները, իսկ տգետներին այդ առումով այո հեշտ է կառավարել, դրա համար իշխանությունը միշտ ցկտում է քանդել այդ հասարակությունը, բայց ավելի հերուն նայող, ավելի խելոք մտածող եւ ավելի հեռանկարային մտածող, ավելի գլոբալ մտածող իշխանությունները երբևէ պետք է կարողանան, պետք է փորձեն հասարակություն ձևավորել, սա շատ կարևոր խնդիր է։ Տգետները բացի նրանից, որ ցանկանում են կառավարվել, իրենք շատ ուզում են նաև կառավարել։ Հիմա վերջին 30 տարվա ընթացքում մեր մեծագույն խնդիրներից մեկը եղել է այն, որ մենք տվել ենք տգետներին կառավարելու հնարավորություն եւ միգուցե իմ վերաբերմունքը այդ իմաստով սուբյեկտիվ է այս թեմային նկատի ունեմ, բայց տեսեք, մշակույթի մասին մեր պատկերացումները ձևախեղվեցին ռադիոյի, հեռուստատեսության, այսպես կոչված շոու բիզնեսի միջոցով։ Ինչի եմ ասում այսպես կոչված, որովհետև Հայաստանը որպես այդպեսին շոու բիզնես չի եղել, հա, եղել է ինչ-որ մի հատ աստղիկների բույլ,
որոնք չգիտեմ, տարիներ առաջ փայլփլում էին Երևանյան երկնքում, հիմա Լոս Անջելեսի երկնքներում են փայլփլում կամ չեն փայլփլում։ Մի խոսքով արմատախիլ եղավ այդ, հանկարծ մեկ էլ հանկարծ կորավ այդ ամեն ինչը։ Հիմա ձեզ դա արվել է միտումնավոր, թե այդ չգիտության եւ տգիտության արդյունք։ Ես չեմ ուզում այդպես միտումնավորության, ես ընդհանրապես հեռու եմ այդ դավադրությունների տեսություններից, որ միտումնավոր արվել կամ չէ, բայց փաստը նա է, որ դա արվել է եւ գիտեք, մենք պիտի ընդհանուր կապ ունենայինք, մենք մեր մշակույթի հետ կապ չունենք իրականում, մեր հասարակությունը մեր իրական մշակույթի հետ կապ չունի։ Տիգրան Մանսուրյանի հետ մի զրույց ունեինք, ասում էր, որ երեխան պետք է խոսի իր պապերի լեզվով, այո, եւ ասում էր, որ արդյոք դու պարկել ես հողի վրա եւ զգացել ես այդ ուժը, որ հողից գալիս է։ Մենք արդյոք մեր մշակույթի ուժը զգացել ենք եւ արդյոք մենք մեր պապերի լեզվով խոսում ենք մեր երեխայի հետ։ Այո, այդ լեզուն պիտի փոխվի ժամանակի մեջ, այդ լեզուն պիտի ժամանակի ուրեմն ժամանակը գրի իր մեջ, որովհետեւ կյանքը փոփոխվում է, չէ, եւ ժամանակը անցնում է, բայց մենք այդ լեզվով չենք խոսում, մենք մեր մշակույթի հետ կապ չունենք։ Նայեք մեր միջնադարյան մշակույթը, նայեք Նահապետ Քուչակին ու տեսեք, թե այսօրվա հասարակությունը ինչ կապ ունի Նահապետ Քուչակի հետ, որևէ կապ չունի։ Մովսես Խորենացի կարդանք եւ նայենք, թե այսօրվա հասարակությունը կապ ունի Մովսես Խորենացու հետ, չունի։ Միջնադարյան մանրանկարչությունը նայենք, միջնադարի մասին հատուկ եմ ասում, նայենք միջնադարի մանրանկարչությունը, նայենք միջնադարի գրականությունը, նայենք, ինչ կապ ունենք մենք այդ մշակույթի հետ, որևէ կապ ունենք, չունենք։ Մենք եթե ուզում ենք հասարակություն ունենալ, պետք է այդ կապը ձևավորենք անպայման։ Այո, ժամանակի Որտեղ շատ կարևոր է, որտեղ շատերը դրա համար մեղադրում են խորհրդային իշխանություններին, ասում են խորհրդային միությունը դա միտումնավոր խզեց այդ կապը, մենք կտրվեցինք մեր արմատներից, մի մասը համաձայն չէ այդ բան հետ, ասում է, որ այ 90-91 թվականից սկսած ապազգային իշխանությունները դա արեցին, որպեսզի այդ ձեր ասած հեշտ կառավարելի հասարակությունը ստանան, որտեղ խզվեց այդ կապը։ Ես չեմ կարծում, որ դա խորհրդային միության ժամանակ այդ կապը խզվեց, որովհետև եթե օրինակ ասենք ակադեմիական հրատարակություններ են եղել խորհրդային ժամանակ, Սասունցի Դավիթը իր ամբողջ բանահավաք ուրեմն հատորներով տպվել է խորհրդային միության ժամանակ, Կոմիտասը ամբողջ տպվել է խորհրդային միության ժամանակ, այո, գաղափարախոսական խնդիրներ եղել են, պրոպագանդիստական խնդիրներ եղել են, հանել են, աղճատել են, կրճատել են եւ այլն, բայց չեն վերացրել։ Կոմիտասի մասին խորհրդային միության ժամանակ ավելի շատ ենք խոսել, Կոմիտաս ավելի շատ ենք լսել, Կոմիտաս ավելի շատ ենք սովորել, քան վերջին տասնամյակների ընթացքում ենք արել, որովհետև գիտեք պսևդո կեղծ, ընդհանրապես կեղծ դեմոկրատիաները, կեղծ մշակութային մարդիկ, կեղծ այդ պսևդո երևույթները գալիս եւ խանգարում են։ Հիմա դուք խոսում եք հեռուստատեսության, ռադիոյի եւ այլնի մասին, բա պարզ է, չէ, որ 25 տարի երբ որ սերիալների քաղաքականությամբ սերիալները լավ բան են, աշխարհում շատ հետաքրքիր սերիալներ են նկարահանում, այո, եւ նույն ռուսական հեռուստատեսությունը, որին այդքան մեր հասարակությունը սիրում է, որը եւ նույն ռուսական հեռուստատեսությունը ինչ շքեղ սերիալներ ունի նկարած, չէ, Լև Տոլստոյի մասին, Դոստոևսկու մասին եւ նրանց գործերի մոտիվներով եւ այլն, որը նույնիսկ Տրոցկիի մասին մենք ունենք, մենք մինչեւ հիմա Չարենցի մասին ֆիլմ չունենք, ոչ խորհրդային շրջանից եկող, ոչ նոր։ Մենք Կոմիտասի մասին ֆիլմ չունենք։ Մի ֆիլմ պիտի նկարեր Հենրիկ Մարյանը, որը չնկարահանեց այդ ֆիլմը։ Մենք, այսինքն նրանք սերիալների միջոցով, բայց մենք ինչ սերիալներ ենք մատուցել, չէ, հասարակությանը, ամենագրեհիկ, ամենաքրեական մշակույթը հանրայնացնող, եւ բայց հիմա ամբողջ ցավն է, որ դե հիմա կներեք, այդքանից հետո ոնց չասեց, որ դա միտումնավոր է արդեն։ Այս թվարկումից հետո մի քիչ չի ստացվում։ Նայեք, ես մի հատ եզրույթ եմ օգտագործել, միշտ ես ասում եմ, որ մշակութազերծել են հասարակությանը եւ դա արվել է կավենային մշակույթի միջոցով։
դա նույնիսկ մշակույթ բառը այդպես լավ չի հնչում կավենայի ենթամշակույթի միջոցով, այո, դա ենթամշակույթ է։ Եվ բայց ավելի ցավալին է նա, որ այդ մարդկանցից շատ-շատերը այսօր խոսում են մշակույթից, այսօր խոսում են բարոյականությունից, խոսում են արժեքներից, խոսում են արժեքային համակարգերից եւ տպավորություն է ստեղծվում կարծես որ իրենք այդ սերիալները նկարել են կամ նկարահանվել են մեզ համար են արել, իրենց համար չէ, իրենք հետո գնացել են այդ սերիալից տուն եւ նայել են շատ ուրեմն հեղինակային ֆիլմեր եւ շատ արժեքավոր գրականություն են կարդացել։ Ես շատերի հետ կմերեք այդ թեմային չեն թողել դրանք նայել, հասկանում եք, սրանք այս մարդկանց կներեք, որ ընդհատում եմ 90-ական թվականներին խորհրդարանում մի հատ, եթե չեմ սխալվում, Դավիթ Վարդանյանն էր Ղարաբաղ կոմիտեի անդամ, որ խոսում էր Քավարանի մասին, եւ դա շատ այսպես ակտուալ մի պահ դարձավ։ Գուցե այդ մարդկանց պետք է թողնել այսօր եթեր կամ խոսեն մշակույթից կամ արժեքներից կամ բարոյականից, եթե այդ մարդիկ քավարանով անցնեն, որովհետև չգիտեմ իհարկե դա ոնց է լինելու այդ քավարանով անցնելը, բայց չի կարելի 25 տարի փչացնել սերունդ, 25 տարի այդ սերունդին ուղակի ասում եմ մշակութազերծել եւ մերկացնել այդ սերունդին, հետո 25 տարի հետո մի քիչ հասունանալ կամ չէ կամ ուրիշ շահեր ունենալ եւ այդ շահերի հետևանքում խոսել այդ մասին, որ գիտեք, ես ինչ եք անում, այս մեր սերունդը մեր ձեռքից գնում է, փչանում է եւ այլն եւ այլն։ Թեպետ սերունդը ինքնա կարգավորման միջոցով շատ լավ էր կարողանում ինքն իրեն գտնել։ Ես ձեր ասած մարդկանց հետ մի քանի անգամ վիճել եմ այնտեղ բանավեճի խոսքը, անիմաստ չէ, ու իրենք ինչ էին պնդում, ասում մենք հասարակությանը տվել ենք այն ինչ որ հասարակությունը մեզնից ակնկալում էր եւ պահանջում, այսինքն մենք պահանջարկն ենք վերում։ Դե ես դրա մասին ասեցի, սա ամենատգետ մոտեցումն է, եթե շատ մեղմ ասեմ։ Սա ամենատգետ մոտեցումն է։ Հիմա տեսեք խորհրդային շրջանում մենք իմ սերունդը լավագույն ֆիլմերը ծանոթացել է այդ ֆիլմերին խորհրդային շրջանում, երբ որ հեռուստատեսությամբ կար համաշխարհային կինոյի էջերից եւ այո, այդ հեռուստատեսությունը խորհրդային էր իր ռոպագանդիստական ամբողջ ուրեմն ուժով եւ Բրեժնևի ելույթներ կամ չգիտեմ Լենինի մասին էր, բայց այդ ընթացքում մենք մեզ մարդիկ ջանում էին, մեզ փորձում էին տալ 22-30 անել հաղորդում, որի ժամանակ հնչում էր լավագույն երաժշտությունը, չէ, ջազ երաժշտություն էր հնչում, անել համաշխարհային կինոյի էջերից, որի ժամանակ մեզ լավագույն ֆիլմեր էին ցույց տալիս, այսինքն այդ ինչ որ սահմաններում, նույնիսկ իրենց չթույլատրվածի սահմաններում մարդիկ ջանում էին դա անել եւ նրանք այդ մտայնության գրողը չէին, որ հասարակությունը ինչ պահանջում է, այն էլ պետքա տաս։ Այո, fast food-ը դա ամենահեշտ մարսվող, ամենադժվար մարսվողն է, բայց ամենահեշտ է հասնում տեղ։ Fast food-ը ամենահեշտ բանն է։ Դուք եթե այսօր երեխային մի 2 շաբաթ ռաբիջ երաժշտություն տակ լսելու, էլ կկորցնեք նրան այլևս։ Նրա ականջը այլևս հնարավոր չի լինի փրկել, բայց հակառակի դեպքում նրա ականջը հնարավոր է լինում փրկել։ Ես բազմիցս ասել եմ, իմ թորնիկի հետ մենք 6 ամսականից գնում ենք դասական երաժշտություն լսելու, գնում ենք Կոմիտաս թանգարան եւ այլն, եւ հիմա երբ որ իր կողքով անցնում է մեքենա, որի մեջից հնչում է այդ տարօրինակ ձայները, ինքը ասում է, որ սա վատ երաժշտություն է, ինքը արդեն դա գիտի։ Հիմա պետքա նրա ականջը պահպանել, դա շատ դժվար է, շատ հեշտ չի, որ ականջը պահել այս ընդհանուր, աղմուկի մեջ։ Երբ որ դուք չգիտեմ, երբ որ դուք չեք կարողանում որպես իշխանություն կարգավորել մի հատ երևույթ, որ փողոցով չանցնի մեքենան, որի մեջից հնչում է, չգիտեմ, մի քանի հազար դեցիբել աղմուկով այդ երաժշտությունը կոչված ճակերտավոր, ինչ խոսենք մշակույթի մասին, այդ սերունդի մասին եւ այլն, բա կարգավորեք, կարողացեք այդ փրկել այդ երեխայի ականջը։ Մարդիկ կային Արթուր Շահնազարյանը կոմիտասագետ տարիներով անտիվիրուս ծրագիր էր անում Բլեան դպրոցում, անտիվիրուս, հենց այդ անտիվիրուս ծրագիրը ամբողջությամբ կոմիտասներ, կոմիտասը անտիվիրուսը։ Հիմա այդ անտիվիրուսը կարողանում ենք տալ, դե եկեք նայենք խորհրդային միության ժամանակ են շատ տվել, ռաբիզ երաժշտությունը կարող էր խորհրդային միության ժամանակ հեռուստատեսությունից հնչել, չէր կարող, ուղղակի չէր կարող։ Հիմա ասում ենք, գիտեք,
դե հանրությունը, եթե հանրային ինչ որ մի մասը դա էլ է լսում, հանրության շահն է, դա էլ պետքա տանք։ Ես սա համարում եմ պսևդո դեմոկրատիաներ, որովհետև դուք Միացյալ Նահանգները, որը ավելի դեմոկրատական երկիր է, կարծում եմ, քան թե Հայաստանը, չեք կարող, չէ, պոռնոգրաֆիկ բաներ ցույց տալ հեռուստատեսությամբ կամ նույնիսկ բաց տեսարանները շատ բարդ է ցույց տալ այն ալիքներով, որոնք կապելային չեն եւ ամեն մարդ ինքիր չեն։ Օրինակ, որ Կարնեգի հոլում հնարավոր է, ասենք, ունենալ ամենայն հարգանքով Արմենչիկի համեր։ Այո, չեք կարող ունենալ, այո։ Որտեղ այնտեղ միայն ու բացառապես դասական երաժշտություն պիտի ունենալ։ Կամ Պոմպիդոյում ունենալ մի ցուցադրություն, որը եթե կհիշեք, օպերա եւ բալետի ազգային թատրոնում հմշամարտի մրցումներ ունեցել։ Այո, այս առաջիկայում մեր երկիչներից մեկի 60-ամյակը ֆիլհարմոնիայի դահլիճում։ Չգիտեմ ինչի համալիրում, չէ՞, այնտեղ։ Այո։ Սրանք պսևդո դեմոկրատիայի հետևանքներ են։ Սուտ, կեղծ արժեքների հետևանքներ են։ Այդ մարդկանց, որ հարցնում եք, նրանք ասում են, դե գիտեք, հասարակության մի տոկոս կա, որը սիրում է լսել ռաբիզ երաժշտություն, եւ մենք լինելով հանրային, ենթադրենք, կառույց, մենք պարտավոր ենք այդ մասը, ոչ, այդպես չի։ Սրանք պսևդո, ուրեմն դեմոկրատիաներ են, որոնք հասարակությունը փչացնում են։ Հիմա դիտմամբ են անում, թե դիտմամբ չեն անում, եկեք ես չդատեմ։ Մշակույթի մասին, որ խոսում ենք, հատկապես այն խնդիրները, որոնց մասին քիչ առաջ դուք հիշատակեցիք, տեսեք, ինքը նաև ուրիշ խնդիր է առաջացնում։ Մշակույթը ինքը իրենից ինչ է ներկայացնում, դա մարդուն սովորեցնում է վեր կանգնել սեփական անձից, լավ մշակույթը նկատի ունեմ, եւ հետո ձգտել են նոր բարձունքին, որին ու ինքդ հասել ես, հա։ Դրան գումարած մշակույթը ինքը ստեղծում է այսպես հոգեվոր օրիենտիրներ, այսպես ասեմ։ Հիմա երբ այդ օրիենտիրները սխալ են, հասարակությունը սկսում է շարժվել սխալ ուղղությամբ։ Այս այն մասին էր, թե մշակույթը պիտի առաջից գնա, այսինքն մենք պիտի հասարակության դիմացից գնանք, թե հետևից գնանք։ Հիմա այս իրավիճակը ունենք այն, ինչ որ ունենք։ Հիմա ասես ինչ է պետք անել, որտեղից է պետք սկսել այդ իրավիճակը փոխել։ Միանշանակ կրթությունից, միանշանակ կրթական համակարգից, նայեք մեր ընդորում մանկապարտեզային։ Այո, կրթական համակարգից, կրթությունից։ Մենք տեսեք անկեղծ լինելու համար ասեմ, որ վերջին տարիներին իսկապես շատ բան փոխվել է կրթական համակարգում, շատ փոփոխություններ են եղել, որոշ հեղինակների չեն անցնում, որոշ հեղինակների խորհրդատվական մակարդակով են անցնում։ Սրանք լավ փոփոխություններ են, ինչքան էլ որ հասարակությունը երբեմն դիմադրում է այդ փոփոխություններին, որտեղ այսպես պահպանողական դիմադրություն կա, որը լավ չի։ Օրինակ ասենք մի հասարակություն, որը կռիվ անում, թե ինչի 7-րդ դասարանում նարեկացի չեն կանցնում, ինչ որ sense աղմուկա բարձրացնում եւ այլն, բայց այդ մեկ ուզում ես հարցնել, արդյոք դուք գիտեք նարեկացու մասին, որ կռիվ եք անում նարեկացու համար, թե չէ։ Նարեկացի չեմ հասկանում։ Այո, եւ շատ մեծ եւ շատ լուրջ խնդիր է, շատ մեծ հասունություն է պահանջում եւ պետք է հասկանալ, թե ինչի պիտի 7-րդ դասարանի երեխան նարեկացի անցնի կամ եկեղեցու պատմությունը այն տեսքով, ինչ տեսքով որ անցնում են։ Գուցե ուրիշ տեսքով անպայման պետք է ծանոթացնել մեզ։ Ուրիշ տեսքով կոչվում է Հայաստանի պատմություն կամ հայ ժողովրդի պատմություն, ինչպես արվում։ Պետք է ծանոթացնել մեր եկեղեցու պատմությանը միանշանակ, բայց երբ որ ես մի անգամ բացեցի եկեղեցու պատմության դասագիրքը, ես ասեցի, որ եթե ուզում եք երեխան մի անգամից երեստեքի եկեղեցուց, այս դասագրքով անպայման սովորացրեք, որովհետև հենց առաջին նախադասությունը այդ փոքր տարիքի երեխայի համար սկսում է Բարդուղիմեոս եւ այլն այս տեսակ պատմությունը, որը շատ բարդ է։ Խնդիրները շատ են, մենք պետք է հասկանանք, դասագրքաստեղծ խնդիր կա, որը աշխարհում դասագրքեր ստեղծելով զբաղվում են շատ լուրջ մասնագետներ, հոգեբաններ, ինստիտուտներ եւ այլն։ Բայց կրթական համակարգից, միանշանակ կրթական համակարգից այսօր առաջին դասարանի այն ինչի հետ որ ես ոչ միայն հետազոտել եմ, ուսումնասիրում եմ, այլ նաև ուղղակիորեն եմ առնչվում, առաջին դասարանի դասագրքում կան տեքստեր, հիմնականում 90% տեքստերը, որոնք հանձնարարում են եւ թորնիկս պիտի սովորի կարդալ, եթե նա այդ տեքստերից որևէ մեկը չկարդա, ես որևէ ափսոսանք չեմ ունենա եւ որովհետեւ այդ տեքստերը բացարձակապես կապ չունեն այն երեխայի հետ, որը ապրում է
այսօրվա ժամանակի մեջ բացարձակապես կապ չունեն փոխանակ այդ երեխայի հետ այդ երեխայի հետ փոխանակի երգեն այդ երեխայի հետ փոխանակ նկարեն այդ երեխայի հետ փոխանակ խոսեն երաժշտությունից արվեստից եւ այլն կարդում ենք մի հատ տեքստ ինչ որ պապիկի ջերմուկի չգիտեմ ինչի մասին ջտարի հետ կապված եւ անհեթեթություն բացարձակ եւ այս կրթական համակարգով ոչ միտեղ չենք հասնելու երբ որ կրթական համակարգում զահրատ չեն անցնում ես ես վերջերս նկատեցի զահրատ չեն անցնում երբ որ 4 տողի մեջ կա խտացված շատ մեծ փիլիսոփայություն բայց անցնում են հեղինակներ որոնք սովետական շրջանից դեռ գալիս են եւ այսպես դա բանա կաղապարային է, հա, եթե դուք ասեք, որ այդ հեղինակին չպետք է անցնել, դուք կդառնաք դավաճան, ազգային թշնամի եւ այլն, բայց չենք կարողանում ունենալ այդ քաղաքական կամքը, որպեսզի փոխենք։ Ես երբեմն մտածել եմ, որ կրթական համակարգին պիտի վերաբերել պահպանողական ավելի փոփոխություններին, բայց հիմա հասկանում եմ, որ ոչ իսկապես ոչ մենք այդ պահպանողական վերաբերմունքով կրթական համակարգին ոչ միտեղ չենք կարողանա գնալ այս աշխարհի այս արագությունների դարում ինչ որ հիմա է այսինքն գերմանախորհրդային համակարգը պիտի ուղարկենք պատմության եւ բազմաթիվ այդ տեսակ համակարգեր մշակույթի կառավարման մեջ մշակույթի այ ասեցիք այդ հանրահռչակեր բառից ուղակի այսպես բան եմ լինում, բայց այդ մշակույթի հանրայնացման մեջ, այդ մշակույթի մենք դեռևս գտնվում ենք, էլի ասեմ, որ շատ օազիսներ կան իհարկե, շատ լավ բաներ տեղի են ունենում, բայց մենք էլի գտնվում ենք մի անգամ ասել եմ ցուցկային ուրեմն մշակույթի տիրույթում ենք մենք միջոցառումային մշակույթի տիրույթում ենք մենք անընդհատ միջոցառումներ ենք անում միջոցառումներ ենք պատվիրում միջոցառումներ ենք ֆինանսավորում եւ այլն անընդհատ ուզում ենք միջոցառում անել չենք անում այն քաղաքականությունը, որը պիտի հասկանանք, թե ինչ պիտի անենք ակետում եւ ինչպես պիտի հասնենք վերջին տարին այբուբենի, այդ քաղաքականությունը այդ տեսողական, այդ գլոբալ հեռանկարային բանը չունենք, որ հասկանանք ինչից սկսենք եւ ուր գնանք, ճիշտ այնպես ինչպես մյուս ոլորտներում չէ հիմա չենք կարողանում հասկանալ Եվրոպա ենք գնում Ռուսաստանի հետ ենք Բելարուս ենք մտնում այս ամեն ինչի մեջ պիտի իմ ընկեր Այդին Մորիկյանը ասում էր որ պետությունը պետք է իր հպատակներին հարգանքներ շնչի եւ իր ճշտամիներին պիտի հարգանքներ շնչի եւ իր հակառակորդներին հարգանքներ շնչի եւ ասում էր որ սա կարող է անել նույնիսկ աղքատ պետությունը եւ ասում էր որ բայց դա անելու համար պետք են արժեքային համակարգեր պետք են հստակ քաղաքականություններ պետք է հստակ հասանք երկու կարևոր կետի տեսեք առաջինը արդյոք ձեր ասածը հնարավոր է երկրում հիմա Հայաստանի վրա չեմ բերում ընդհանուր առմամբ եմ ասում հա որը ապա գաղափարախոսական է, այսինքն ունի գաղափարախոսություն որպես այդպեսին, եւ երկրորդը այս վերջին շրջանում բավական մեծ վեճ կա, թե պետությունը ինչ դեր պիտի ունենա մշակույթում, այսինքն պետությունը ուղղակի փող պիտի տա քաշվի մի կողմ, պետությունը պիտի կառավարի, պետությունը պիտի պատվեր իջեցնի մշակութային դաշտին եւ այլն։ Այս երկուսի խնդիրը միջև չլուծենք, երևի մնացած հարցերը լուծել չենք կարողանալու։ Այդ գաղափարախոսական թե ապա գաղափարախոսական այդպես լավ չեմ հասկանում, որովհետև եթե այդ հին վեճը, հա, եթե խոսքը գալիս է ինչ որ մի հատ գրված գաղափարախոսության մասին, որ այն ինչ որ մեկը գրել է գաղափարախոսություն, ասենք Կարլ Մարքսի նման, եւ այդ գաղափարախոսությունը պիտի կիրառենք, չէ, բարձր որ դրա մասին չի խոսքը։ Եթե մեր ամբողջ մշակույթը, իրական մեր մշակույթը այդ միջնադարից սկսած գաղափարախոսություն է, Հրանտ Մաթեոսյանը գաղափարախոսություն է, Հրանտ Մաթեոսյանի միայն մի ուրեմն տեքստը հայրենիքները մեկ ընդմիշտ չեն տրվում, այդ տեքստը գաղափարախոսություն է, թող վերցնեն այդ տեքստը առաջին նախադասությունից մինչև վերջին նախադասությունը իրականացնեն։ Ամեն ինչի մասին կա այդ տեքստի մեջ, բանակի, պաշտպանության, գյուղատնտեսության, հայրենիքի եւ այլն, թող վերցնեն պաշտպանեն։ Դա հստակ գաղափարախոսություն է։ Եթե այդ տեսակ գաղափարախոսության մասն է, այո, պետությունը պիտի
գաղափարախոսական այդ տեսակ բան ունենա։ Դա չեմ ասում ֆաշիզմ, այո, դա իր մշակույթն է, դա իր արժեքային համակարգն է, այո, պետությունը իր արժեքային համակարգը ունենա։ Դիմանա որ արժեքային համակարգի մեջ ենք մենք։ Հենց որ խոսում ենք Եվրոպա, թե Ռուսաստան, այդտեղ էլ չէ արժեքային համակարգ։ Դիմանանք որ արժեքային համակարգի մեջ ենք։ Ուր ենք գնում, դեպի ուր ենք գնում։ Եվ այդ քայլերը պետք է շատ հստակ լինեն։ Ինչքան էլ որ այդ քայլերին դիմադրողականություն լինի, ինչքան էլ որ այդ քայլերը ոչ պոպուլիստական լինեն, ինչքան էլ որ այդ քայլերին հասարակությունը ընդվզի որոշ քայլերի դեմ, որովհետև ունենք պահպանողական հասարակություն, նաև ունենք փոփոխություններին շատ հաճախ դեմ գնացող հասարակություն, բայց եթե դու ունես այդ արժեքային համակարգը ինչպես ես գնալու ա-ից մինչև վերջին կետը, պիտի անես։ Հիմա եթե այդ մասին ենք խոսում, այդ տեսակ գաղափարախոսությունը այո պետությունը պետք է ունենա։ Եթե խոսում ենք մշակույթի մասին, պատվեր պիտի տա թե չէ, էլի եթե խոսում ենք այն հին պատվերի մասին, որ պիտի ասեն, որ մի հատ Լենինի մասին ֆիլմ պետք է նկարեք, չէ, այդ տեսակ պատվեր չպիտի տա միանշանակ։ Բայց եթե պետության պատվերը այն պիտի լինի, որ ինքը դասագիրքը փոխի եւ դասագրքում ինքը զահրատ ունենա։ Սա պետության պատվեր է, որ ինքը ասի, որ այն արժեքային համակարգին հասնելու համար, որպեսզի մենք գնանք հասնենք այնտեղ, դուք պետք է զահրատին կարդաք, ոչ թե X հեղինակին, որտեղ այդ X հեղինակը այդ արժեքային համակարգին գնալու ճանապարհը չի ապահովում։ Կամ դուք պիտի Հրանտ Մաթևոսյան չեն անցնում, մի հատ կանաչ դաշտ են անցնում, հասկանում եք, չեն անցնում։ Հիմա ուրեմն եթե դուք Կոստանց Արյան չեն անցնում, եթե դուք դասագրքում փոխում եք, Լաբի Գավակյան չեն ասում, Շուշանյան չեն ասում։ Հիմա եթե դուք դրանք բոլորը հանում եք եւ դնում եք, գիտեք, որ այնտեղ հասնելու համար այս մարդկանց պիտի մարսեք, որպեսզի հետո գնաք այնտեղ հասնեք, նույն Կոմիտասին պիտի մարսեք այնտեղ հասնելու համար, պետք է հանեք դնեք։ Այս տեսակ պատվեր, այո, էսա պատվերը։ Պատվեր ուրիշ ոնց պատվեր, եթե մեկը անում է, ասենք Սահակ Պողոսյանը անում է հրաշալի անկրկների մի հատ ցուցահանդես եւ այդ ցուցահանդեսին դուք որպես պետություն այդ ցուցահանդեսը չեք հանրայնացնում այնքան, որտեղ այդտեղ կա մտածելու բան, հա, որպեսզի շատ մարդ գնանայի, եթե այս տեսակ սա պատվեր է, եթե լավ պատվեր է, այո, այդ տեսակ պատվեր արեք։ Եթե պետքա պատվիրեք, որ չգիտեմ, ես ինչ X-ի մասին հաղորդում արեք կամ ֆիլմ, չէ, այդ տեսակ պատվերը միանշանակ անընդունելի է։ Պետության կառավարել մշակույթը, այո, պետք է կառավարել այնպես, որ ոչ թե էլի կառավարել նկատի չունեն կառավարել մշակույթի գործիչներին, երբեք որևէ մեկի մտքով չանցնի, որ մշակույթի գործիչներին հնարավոր է կառավարել։ Կառավարել մշակույթը հնարավոր է, ինչ կերպ, այսպես, եթե դուք օպերայի տոմսի արժեքը դնում եք 25000 կամ 5000 եւ հասկանալի է, որ դու 4 երեխայի չես կարող տանել, շարքային մարդը չի կարող 4 երեխայի տանել համերգ օպերա նայելու եւ դա 25 կամ 30000 ոչ մի բան չտեսնելու համար օթյակներում կամ դա 60000 ինչ որ բան տեսնելու համար մի քիչ պարտերով նստելու այդ դեպքում ուրեմն դուք պիտի իջացնեք պատվեր այդ օպերային, որ ինքը չգիտեմ, օրինակ տարվա մեջ 10 ներկայացում պիտի խաղա անվճար կամ շատ խորհրդանշական գումարով կամ այդ ինչ որ համակարգեր մշակեք, որ այդ երեխաները այո, բայց այդ աբոնեմենտային համակարգը այո, շատ լավ էր, որ վերականգնվեց, բայց այդտեղ շատ սիմվոլիկ է, երբ որ նայում եք թե տարվա մեջ մի երեխան քանի անգամ կարող է գնալ, շատ սիմվոլիկ է դառնում, չէ՞ որ որpիսի դա թողնի ազդեցություն, դու պետք է կարողանաս անընդհատ գնալ, անընդհատ տանել, մարզերից երեխեքի այո, մարզերից եւ այլն եւ այլն։ Հեռուստատեսություն, այո, արեք այնպես, որ հեռուստատեսությունը ինչի պիտի հանրային հեռուստատեսությունը մտածի ռեյտինգների մասին։ Երբեք չպիտի մտածի հանրային հեռուստատեսությունը ռեյտինգների մասին։ Բայց այդ ճանապարհին կգա մի պահ, որ հանրային հեռուստատեսության ռեյտինգը կլինի ամենաբարձրը, եթե դուք կձևավորեք այդ հասարակությունը։ Ֆինլանդիայի հանրային հեռուստատեսության ղեկավարները ինձ ասում էին, որ մեր հասարակությունը սիրում է դոկումենտալ եւ ֆիլմեր եւ հաղորդումներ, այսինքն եթե Ուկրաինայում պատերազմ է, իրանց լրատվականը պիտի գնա Ուկրաինա եւ այդ պատերազմը պիտի նկարի բերի, որտեղ իրանք սիրում են իրենց հանրային հեռուստատեսության նկարածը նայել եւ ոչ թե վերցնել իրենց տեսանկյունը եւ ոչ թե վերցնել CNN-ը կամ ինչ որ մեկինը։ Հիմա նրանց հանրային հեռուստատեսությունը ամենաբարձր ռեյտինգներից մեկը ունի։ Դա ճանապարհ է, պետք է այդ ճանապարհով գնալ։
եթե դուք ձևավորեք հանրային հեռուստատեսությամբ այն հասարակությունը, որի կարիքը ունեք, ինչ որ մի պահի այդ ռեյտինգը կլինի ամենաբարձրը, բայց տասնյակ տարիներով այդ հանրային հեռուստատեսությունը գնացել է այն մյուս կոմերցիոն հեռուստատեսությունների հետևից, երբեմն ավելի վատ։ Տեսեք, հասարակությանը դարձել ենք արխայիկ, հետո վախենում ենք, որ այդ արխայիկ հասարակությունը կհիասթափվի մեզնից։ Կախարդական շղթա է դա։ Այո, եւ հիասթափվում է, հենց այդ էի ասում, որ պետությունը հպատակներին պետքա վստահություններ շնչի։ Քո պետությունը պիտի վստահություն, դու պիտի վստահես այդ պետությանը։ Պիտի իմանաս, որ դա քո պետությունն է, ամեն ինչով պիտի վստահես։ Եվ պիտի իմանաս, որ քո երեխաներին վստահելի, քո երեխան վստահելի ձեռքերում է ամեն առումով, ոչ միայն եւ առաջին հերթին մշակութային առումով եւ առաջին հերթին կրթական առումով։ Հիմա մի բան ասեմ, թող տեղեկատվական անվտանգությամբ զբաղվող մարդիկ մտածեն, թող ընդունեն որպես առաջադրանք, խնդրանք, ինչ որ ուզում են։ Տեսեք, հիմա եթե փակենք պետությունով ինտերնետային այն պորնոգրաֆիկ կայքերը, որոնք դիտելիություն ունեն մեծ, հիմա դա պիտի համարվի խոսքի ազատության բան եւ այլն, այսպես ճնշում, իսկ ես առաջարկում եմ թող ուշադիր հետևեն այդ կայքերի վերնագրերին եւ տեսնեն թե ինչեր է գրված այդ վերնագրերում, ինչպես կարող է մայրը լինել տղայի հետ, երեխան քույրը լինել եղբոր հետ, սրանք պատահականություններ են, ոչ։ Տեսեք, ուշադիր, ես շատ ուշադիր հետազոտել եմ այդ կայքերը եւ հենց այդ կտրվածքով տեսեք ինչ վերնագրեր են, շատ ակնհայտ է, որ դրանք դերասաններ են, պորնոգրաֆիայի մեջ ընդգրկված դերասաններ են եւ այլն։ Հիմա մենք պիտի փակենք այդ կայքերը, թե չպիտի փակենք, թե այսպես էլի այդ պսևդոդեմոկրատիկ ուրեմն մղումներից ելնելով պիտի ասենք, չէ, գիտեք, Հայաստանը աշխարհի ամենաբաց երկիրն է եւ չպիտի փակենք, թող ծնողները մտածեն ոնց անեն, որ երեխաները չնայեն, մեկը ինչ որ մի ձև կնայեն եւ այլն։ Այս տեսակ անհեթեթ ուրեմն բաներով մենք մեզ հանգստացնում ենք եւ դնում ենք այդ ճանապարհի վրա։ Թող ծնողները պիտի նայեն, ինքնակարգավորման մեխանիզմներ անեն, արգելանքներ դնեն եւ այլն ինչ որ բան, բայց պարզա որ աշխարհը շատ արագ մեծանում է եւ երեխաներն կարող են շատ հեշտ գտնել այդ ճանապարհները, ոնց նայեն, ինչ նայեն։ Հիմա եթե արգելենք վատ կանենք, եթե չկարդան վերնագրերը, որ մայրը կարող է քնել որդու հետ, քույրը եղբոր հետ եւ այլն, ինչ կլինի։ Հուսամ կուսումնասիրեն։ Հուսանք ոչ երկար էլի, բայց շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ, որ այսօր իմ զրուցակիցներ լրագրող հրապարակախոս Արայիկ Մանուկյանը, ես Լևոն Սարդարանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։